փորս այս մասը մեծանում էր։ Հետո որ շատ մեծացավ, ասինք որ ինչ որ մի բան այն չի։ Ու ես մի օր միանգամից վատացա։ Որովայնի խիստ մեծացում, շնչառական դժվարություններ, մարսողության խանգարում, այս եւ մի շարք այլ գանգատներով էր տիկին Սուսաննան դիմել Սպիտակի բժշկական կենտրոն։ Սոնոգրաֆիկ հետազոտությամբ որովայնի խոռոչում հայտնաբերվել էր խոշոր գոյացություն, որոշում էր կայացվել հեռացնել այն որովայնահատման միջոցով։ Վիրահատության ընթացքում պարզվել էր, որ խոսքը ձվարանի հսկայական կիստոմայի մասին է, շուրջ 50 լիտր հեղուկի պարունակությամբ։ Եզակիա նրանով, որ այդ չափի գոյացության արդեն որովայնում լինելը աբսուրդ վիճակ է։ Նորմալ կոնստիտուցիայի մարդ ու 50 լիտրանոց ինչ-որ պարկային գոյացություն որովայնի մեջ։ Իրա ծանրությունը, իրա սեղմելը որովայնի օրգաններին, կրծքավանդակի սեղմում, որը շնչարգելության էր բերում։ Ես իմ պրակտիկայում հանդիպել եմ կիստոմա, բայց մոտավոր 15-20 կիլոյանոց ամենամեծը։ Իսկ դա շատ խոշոր էր։ Իր ժամանակին հետազոտությունը արդեն գոնե տարին մի անգամ հետազոտությունը կփրկեր այս վիճակից։ 67-ամյա կնոջ վիրահատությունը տևել էր մի քանի ժամ, բժշկական անձնակազմը գործել էր առավելագույն կենտրոնացվածությամբ եւ զգուշությամբ հնարավոր բարդություններից խուսափելու համար։ Այսօր տիկին Սուսաննայի վիճակը կայուն է, հետվիրահատական փուլը հաջող է ընթանում։ Գնացի Երևան կատե անելու, այնտեղ ապարատը ասեց, որ ցույց չեն կարող նկարել։ Քաշը վերցնում է, բայց այդ բանը չի ֆիքսում էլի նկարելը։ Մեր բժիշկ Եղյանը ոչ մի բան չի ասի, միանգամից ասել է պետքա վիրահատենք։ Հույս ունեի, ասենք որ լավ կլինի, բայց որ եկա իր մոտ ու ինքը ինձ շատ հույսեր ներշնչեց, ես արդեն համոզվեցի, որ լավ է եղնել։ Տիկին Սուսաննան գտնվում է բժիշկների հսկողության ներքո, հույսով, որ առողջական խնդիրները շուտով անցյալում կմնան։ Իդեպ նման բարդ միջամտություն Սպիտակի բժշկական կենտրոնում առաջին անգամ է իրականացվել։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։